տարիների հպարտությունը փոխարինվել է այսօր մի այնպիսի իրավիճակի, որ ավելի շատ տխրությունն է, քան ուրախությունը։ Ուրախ սրտով չէ եռաբլուր եկել տիկին Մանուշակը։ Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման օրը արդեն 5-րդ տարին ոչ թե Շուշի, այլ եռաբլուր ամուսնու մոտ է գալիս, որ Շուշիի պաշտպանության համար է ընկել 2020-ի նոյեմբերի 7-ին։ Շուշիի մասին խոսք չկար, նա ամսի 6-ին գնաց Շուշի, նույնիսկ մենք ընտանիքով տեղյակ չէինք, որ նա Շուշի է։ Մենք չենք էլ պատկերացնում, որ այդքան լուրջ է ամեն ինչը։ Բայց Շուշին չընկավ։ Շուշին հերոսները պահեցին մինչև վերջի կաթիվարյունը, Շուշին չընկավ, Շուշին դավաճանվեց։ Ուղղյա եւ հաջողյայի մեզ գործը ձեռած մերոց եւ պաշտպանություն հավատո եւ հարինյաց եւ ազատագրումն շրջանի Շուշվա պայա եւ պահպանյա սուրբ պատվական խաչի վտքոյի խաղաղության 33 տարի առաջ Լեռներում հարսանիք էր։ Կրակակետի վերածված Շուշին պիտի ազատագրվեր, որ կանխորոշվեր Արցախյան ազատամարտի ելքն ու շարունակեր հայկական ապրել Արցախը։ Ռազմագործողությունը ղեկավարեց Արկադի Տեր-Թադևոսյանը, կոմանդոսը։ Ես ուզում եմ այստեղ հիշել ռուս պատմագիր, նաև զինվորական Պոտոյի հայտնի խոսքերը, ով տիրում է Շուշիին, նա տիրում է այս երկրամասին։ Սա իսկապես ճիշտ է ասված եւ անհնարին էր ազատագրել Շուշին եւ ունենալ հայկական Արցախ։ Արցախի ազատության ու անկախության համար ընկածների հիշատակին Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել Արցախի իշխանությունները նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ։ Թեմակալ առաջնորդի աղոթքը զոհվածների հոգու հանգստության համար է։ Զիգոյ արքայություն եւ զորություն եւ փառք Հավիտյանս ամեն։ Ծաղիկներ են խոնարհվում սպարապետ Վազգեն Սարգսյանի Մոնթեյի հիշատակին բոլոր այն տղաների, որ անձնուրաց նվիրվել են ազգային ազատագրական պայքարին։ Հաղթանակի, խաղաղության, ինքնության հաստատման եռատոնն է եւ անկախ ամեն ինչից մենք ինչ իրավիճակում ենք գտնվում, այդ հաղթանակի զգացումը որևէ կերպ չի կարող կորել ու որևէ կերպ չի կարող իր արժեքը ընդհանրապես կորցնել։ Մայիսի 9-ին հայ կամավորները մտան Բերդաքաղաք ու ավերված Ղազանչեցոցում ծածանեցին հաղթական եռագույնը։ Քաղաք մտան երգով ու պարով, մտան տիրոջ իրավունքով։ Սարդարապատում հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակներից հետո 1992-ի մայիսը եկավ նորից ապացուցելու, որ հայը կարող է հաղթել։ Այդ հերոսների կատարածը չի խոնանում, որովհետև ըստ էության 92 թվականին նորից հայությունը ապացուցեց, որ կարող է անկախ նրանից թվականակով շատ ենք, լավ ենք զինված թե վատ, ոգու այդ բարձր արժեքը, արիությունը ապացուցեցին, որ իսկապես կարող են հայրենիքի համար կռվել, ազատության համար կռվել եւ կերտել հաղթանակ։ 33 տարի առաջ հենց այսօրն ազատագրվեց հայոց հնամյա Բերդաքաղաքը, որ տասնամյակներ շարունակ հայության հպարտությունն էր, հաղթանակների լուր վկան։ 5-րդ տարին է գերեվարված է Շուշին։ Այս երկու օրվա մտորումներում մի եզրակացության եմ հանգել, որ ինչպես 33 տարի առաջ պիտի ազատագրվեր Շուշին հերթական անգամ պիտի ազատագրվի, որովհետև առանց Շուշիի մենք կորցնում ենք մեր ինքնությունը, մենք չենք ունենա խաղաղություն։ Եռաբլուր նոր հաղթանակների կերտման հավատով լուր երթման են գալիս բոլորը, անգամ նրանք, որ Շուշիի Արցախի ազատության համար զոհել են ամենաթանկը։ Տիկին Մանուշակը հավատում է, որ մի օր սրբավայր դարձած Եռաբլուր է գալու Շուշիի պաշտպանության համար զոհված ամուսնուն եւ մյուս բոլոր տղաներին ավետելու, որ նորից մերն է Արցախը։ Համոզված եմ նորից եռատոն կտոնենք եւ ես առաջինը, այդ օրը առաջինը կգամ Եռաբլուր ու տղաներին ավետիս կբերեմ։ Նորից եռատոն ենք տոնում։